Սպասենք սպիտակ ծուխը դուրս գա այդ բանից։ Քաղաքացիական պայմանագրի ու Հայաստան խմբակցությունների դեպքում սպիտակ, ուժեղ Հայաստանի բոլոր 3 թեկնածուների դեպքում սև ծուխ բարձրացավ ազգային ժողովում։ 3-ն էլ չընտրվեցին մշտական հանձնաժողովների նախագահներ։ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ուժեղ Հայաստանը Հայկ Վարմանյանի, տարածքային կառավարման հանձնաժողովում Դավիթ Ղազինյանի, եվրոպական ինտեգրման հանձնաժողովում Արեգա Հովսեփյանի թեկնածություններն էր առաջադրել։ Մենք պարտավոր չենք ումպերեն քվեարկենք, բայց մենք միաժամանակ նաև չենք տորպեդարել գործընթացը եւ մեզ ավելի նպատակահամար մեր կասկածները փաթաթող թեկնածուներին պատրաստ ենք կողմ քվեարկել եւ ապահովել, որպեսզի ազգային ժողովը բնականon հունով աշխատի։ Իշխող խմբակցության քարտուղար Վոլոդիա Հակոբյանը նաև դեմ քվեարկելու իրենց պատճառներից որոշները բարձրաձայնեց։ Ելույթները եւ այն հարցադրումները, որոնք հնչել են եւ դրանց տրված մեզ պատասխանները մեզ չեն գոհացրել։ Օրինակ պարոն Վարմանյանի դեպքում նրա ունեցած ընկերությունը, որը զբաղվել է բրոկերական ընկերությամբ այն ժամանակ, երբ ինքը եղել է պետ աշխատակից, օրինակ պարոն Ղազինյանի դեպքում հաշվի առնվել մեր խմբակցության անդամների կողմից այն, որ պարոն Ղազինյանը անցնում է ընտրակաշառքի գործով, չնայած հարգելով ամեղության կանխավարկածը, բայց այդպիսի կասկածների դեռ փարատված չեն դատարանի որոշումով։ Պարոն Ղազինյանը այդ մենակ էներգետիկ ոլորտում էր ու փոխկապակցվածություններ կան Տաշիր ընկերությունը բազմաթիվ էներգետիկ համակարգում աշխատող ընկերություններ ունի եւ մենք այդտեղ շահերի պահում ենք նաեւ տեսնում եւ այսպիսի բազմաթիվ հարցեր։ Կարծում եմ Արեգա Հովսեփյանի դեպքը ամենաբացահայտներից էր, որ Տիկին Հովսեփյանը չի փարատել մեր կասկածները, որ չի գնում այդ հանձնաժողովը աշխատեցնելու Հայաստանի եվրոինտեգրումը ավելի արագացնելու կամ նպաստելու եվրոինտեգրմանը Հայաստանի։ Ես մեծ հույս ունեմ, որ չեմ ընտրվի։ Քննարկումների ժամանակ թերևս Արցախցի Արեգա Հովսեփյանը իշխանականների ամենածանր քննադատությանն արժանացավ։ Դեռ մինչև քվեարկությունը ակնհայտորեն պատրաստ էր չընտրվելու։ Մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր, համաձայնագրեր, հանդիպումներ, որ տեղի են ունենում մեր եվրոպական գործընկերների հետ։ Բայց երբ որ մենք տեսնում ենք, որ այսօր մեր գյուղացին չի կարողանում իր ապրանքը արտահանել դեպի Եվրոպա, երբ տեսնում ենք, որ բողոքի ցույցեր են տեղի ունենում, չէ, տեսնում ենք նրանք ճանապարհ են փակում, հաստատի հասկանում ենք, որ դեկլարատիվ բնույթի են այդ հարաբերությունները։ Իսկ մենք կողմնակից ենք բովանդակային, մինչ օրս մենք դա չենք տեսել եւ ինչպես հասկացա երեկվա մեր քննարկումներից քաղաքացիական պայմանագրի ворթեգրած մոտեցումը այլ է։ Լիլիթ Գալստյան կողմ 54, դեմ 47։ Իշխանությունը միայն ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, այն էլ ոչ բոլորը։ Ակնհայտորեն այնքան կողմ քվեարկող էր եղել, որ Գալստյանն ընտրվի։ Առանց քաղաքացիական պայմանագրի ընդդիմադիրները ընտրվելու շանս չունեն։ Падգամավորներն անցնող օրերին նախ քննարկեցին բոլոր 12-ի թեկնածությունները։ Իսկ ընտրությունը տեղի ունեցավ 1 գաղտնի քվեարկությամբ։ Իշխանական 8 թեկնածուների դեպքում ամենահետաքրքիրը կրթության հանձնաժողովի նախագահ դարձած Սիսակ Գաբրիելյանի ընտրության պատկերներ, մյուս 7-ի օգտին 62 կողմ ձայն էր եղել։ Գաբրիելյանին 61-ներ կողմ քվեարկել, արդյոք ընտրությանը մասնակցած 62 քվեականներից 1-ն էր դեմ քվեարկողը, ու նրան գտնելու գործընթաց կնախաձեռնեն։ Չեմ կարծում, չէ, ոչ, թե դեմ են եղել, թե ծերմբա, թե անվավեր են արել, թե չեն գցել քվեատուփ, էական տարբերություն կարծում եմ չկա։ Ուժեղ Հայաստանը, որին պատկանում է 3 հանձնաժողովներում թեկնածու առաջադրելու իրավունքը, արդեն փոխել է իր մի թեկնածուին։ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում չընտրված Հայկ Վարմանյանի փոխարեն Լիաննա Մանուկյանին են առաջադրել։ Մյուս 2 հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուների անունները չեն հրապարակում, նաև թե ում կառաջադրեն, բայց չեղարկել են ելույթներն ու հարցերը կրճատելու պայմանավորվածությունը։ Սա թերևս օգոստոսի 2-ից մեկնարկած առաջին նստաշրջանը վերջապես ավարտելու համար էր։ Որ քանի որ նախորդ հանձնաժողովի մեր առաջարկած նախագահները չեն ընտրվել, կարծում եմ, որ խնդիրը նրանում է նաև, որ մենք լավ չենք կարողացել, ժամանակ չի եղել խորը եւ համապարփակ ներկայացնել մեր հանրությանը, թե ովքեր են, այդ իսկ պատճառով մենք գնում ենք այն ճանապարհով, տեղեկացնում եմ ընդդիմադիր մեր գործընկերներին, տեղեկացնում եմ իշխանական падգամավորներին, որ մենք ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների հնարավորությունը, որպեսզի հանդես գանք հայտարարություններով եւ հարցերով։ Արդյոք նաև այս գործելավոճը կարելի է
համարել որպես պայմանական, ասենք, վրեժխնդրություն ձեր տեխնացուներին չընտրելու համար, որպեսզի մենք մինչև հոկտեմբեր մնանք նիստերի դահլիճում։ Նույն հաջողությամբ ես կարող եմ ձեր խմբակցությանը հարց ուղղել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան հանձնաժողովների նախագահների պաշտոնները առաջադրում են ընդդիմությունը։ Նույն հարցը կարող եմ ձեզ տալ արդյոք վրեժխնդրություն չէ ընդդիմությունից, որ 3 հանձնաժողովի նախագահի չեք ընտրել, հետևաբար ձեր հարցին չեմ կարող պատասխանել, կրկնում եմ, ընթացքը ցույց կտա։ Թեև ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է, որ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը կարող է այնքան շարունակվել, մինչև խմբակցությունն իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չառաջադրի կամ առաջադրված նույն թեկնածուն 3 անգամ չընտրվի, բայց երկրի գլխավոր օրենքով սահմանադրությամբ կառավարության ծրագրին հավանություն տալու համար 7-օրյա ժամկետ է սահմանվում։ Փաշինյանի կաբինետը արդեն այն հաստատել եւ ուղարկել է ազգային ժողով, իշխանական խմբակցությունից հավանական են համարել, որ ծրագիրը հաջորդ շաբաթ արդեն կքննարկվի։ Արդյոք խորհրդարանը կհասցնի նախքան կառավարության ծրագրի քննարկումը ավարտվել հանձնաժողովների նախագահների ընտրությունը, թե այն կհետաձգվի եւ տեղի կունենա կառավարության ծրագրի հաստատումից հետո, դեռ հստակ չէ։